Ավրորայի հավակնորդներն արդեն Հայաստանում են 5 հավակնորդ ու 5 պատմություն սեփական կյանքը վտանգելով ուրիշներին փրկելու համար։ Մարդասիրական մրցանակին առաջադրված 5 հավակնորդներից միայն մեկը չի եկել։ Մուհամմադ Դարվիշն է, Սիրիայի Մադայա ավանում աշխատող երիտասարդ բժիշկը չի կարողացել գալ փաստաթղթերի պատճառով։ Չդադարող ծափերի տակ ուսանողներին ու ամբողջ Հայաստանին առաջինը դիմում է Ավրորայի անցած տարվա դափնեկիրը։ Մեգի Բարանկիցեն փոխանցում է բուրունդացիների շնորհակալությունը։ Ցեղասպանությունը վերապրած ժողովրդի երախտագիտության մրցանակով $1 միլիոն իրենց երեխաներին նրանք կարողացել են կերակրել ու կրթել։ Ինձ ասել են խոսել երախտագիտության ազդեցության մասին, դուք Ռուբեն և դուք հայեր, ստեղծել եք երախտագիտություն, սիրո և հույսի միջավայր Ավրորան։ Ինչպես խոսեմ, երբ դուք եք ստեղծել այն, երբ բուրունդացիներին պատմում են այս մրցանակի մասին, զարմանում են, հայերն ինչու են ուզում կիսել մեր տառապանքը, իրենք կարծում էին, որ ոչ ոք չի ուզում կիսել։ Դահլիճից հնչում է առաջին հարցը, որտեղից այդքան ուժ։ Սոմալիի երեխաների 2 հրեշտակ պահապաններից միայն մայրն է եկել Ֆարթուն Ադանի գլխավոր օրգնականն ու դուստրը Իլվարդ Էլմանին։ Սոմալիում այս պահին բանակցում է կառավարության հետ երեխաներին չսպանելու ու գերությունից ազատելու համար։ Երբ տեսնում են բռնաբարված կանանց ու աղջիկների, ումից երես է թեքել ընտանիքը, ովքեր հղիացել են, դարձել պախարակման ու խարանի զոհ, ես ինքս եմ ինձ զգում բռնաբարված։ Ես էլ մայր եմ, դուստրեր ունեմ ու ամեն մի բռնաբարված աղջիկ իմ աղջիկն է։ Տիկին Ֆարթունն ամեն օր է պատմում այս ամենի մասին, բայց շարունակում է հուզվել։ Հիվանդության ու հրազենային վնասվածքների պատճառով տարիներ շարունակ անկողնում պառկած Ջամիլա Աֆղանին էլ խոստովանում է, որ կրթություն ստացել է միայն մեկ պատճառով՝ հաշմանդամություն ուներ ու ծնողները չմերժեցին։ Իմ մայրն էլ ընտանեկան բռնության զոհ եղել։ Աֆղանստանում դա սովորական բան է։ Տղամարդիկ ասում են, սա իսլամն է, այդպես պետք է լինի։ Բայց ես կրթություն ստացա, կարդացի Ղուրանն ու հասկացա, տղամարդիկ մեկնաբանում են ինչպես ուզում են։ Ղուրանը չի ստորադասում կնոջը, չի արգելում կրթվել։ Իր կամացուկ ու առաջին հայացքից երկչոտ ձայնով Ջամիլա Աֆղանին կարողացել է 6000 իմամի կրոնական ծառայողի ապացուցել, որ կինը պետք է կրթություն ստանա ու հիմա հենց նրանց հետ պայքարում է կանանց իրավունքների համար։ Սուդանի լեռներից եկած բժիշկ Քաթինան էլ իր ոգեշնչումը քրիստոնեությունն է համարում, կաթոլիկ միսիոները վերջին 17 տարում հետևում է աստվածաշնչյան պատգամներին։ 750,000 բնակչություն ունեցող լեռներում միակ բժիշկն է։ Գիտեք, չէ, մենք բոլորս մահանալու ենք, ոչ ոք հավերժ չի ապրելու։ Հիսուսն ասաց. վաճառեք ամեն ինչ, գումարը բաժանեք աղքատներին ու հետևեք ինձ։ Ես դա բառացի եմ հասկանում։ Ամեն առավոտ գիտեմ, 500 հիվանդ ինձ է սպասում, բայց իմ պարգևը այս աշխարհում չէ։ Դենիս Մուկվեգեն է բռնաբարված 50,000 կին է փրկել, բուժել ֆիզիկապես ու հոգեպես, սոցիալական աջակցություն տվել։ Իմ առաջին հիվանդանոցի ամբողջ անձնակազմին ու հիվանդներին մորթեցի, տեղափոխվեցի, նոր հիվանդանոց բացեցի։ Իմ առաջին պացիենտին զինյալները խմբակային բռնաբարել էին, հետո էլ կրակել սեռական օրգանների մեջ։ Մտածում էի դա եզակի դեպք է, հետո նմանատիպ հարյուրավոր կանանց հանդիպեցի։ Բժիշկ Մուկվեգեն խոստովանում է, իր ուժն էլ ունի կրոնական հիմք, հոգևորականի զավակ է, բայց իրեն ոգեշնչում են կանայք, ամենասարսափելի վնասվածքներից, դաժան բռնաբարություններից հետո ապրում են իրենց երեխաների ու հարազատների համար։ 500-ից ավելի թեկնածուներից հենց նրանք 5 մարդասերներն են դարձել Ավրորա մրցանակի հավակնորդները։ Ընդամենը 1 օր հետո նրանցից մեկը Հայաստանից կհեռանա աշխարհում դեռևս միակ մարդասիրության մրցանակով ու $1 միլիոն իր հումանիստական գործը շարունակելու։ Մանու Իրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։